Բարև ձեզ սիրելիներս, այսօր 12 մարտի 2025 թվական, ես ուզում եմ պատմել երազից մի հատված, ռուսերենով էլ պատմել եմ արդեն, ուրեմն ես ինքս շատ լավ չեմ հասկանում, ինչու է Տերը ուզում, որ ես այս երազը պատմեմ, որովհետև այս երազը ինձ համար շատ պարզ չի դեռ, ես աղոթում եմ եւ եթե Տերը ինձ պատասխան տա, Սուրբ Հոգին իմ առաջ բացի այս երազի ամբողջ իմաստը, միգուցե չէ, եթե Աստծո կամքը լինի, ես նորից կպատմեմ այս երազը, բայց արդեն 3 օր է, որ Աստված ինձ ցույց է տալիս, որ ես պատմեմ այս երազը մարդկանց, այն կարճ է, շատ մեծ բացատրություններ չունեմ, շատ պարզ բացատրություններ չունեմ, բայց քանի որ Աստված ուզում է, որ ես պատմեմ, բնականաբար ես պետք է պատմեմ։ Երազումս ես տեսնում Ռուսաստանը, որ Ռուսաստանը կոնֆլիկտի մեջ է, պատերազմի մեջ է։ Հետո ես տեսնում, որ Ռուսաստանը իրեն հարազատ, մտերիմ մի երկրի պատճառով ներքաշվում է եւս մի նոր պատերազմի մեջ, մի նոր փուլի մեջ, նոր կոնֆլիկտի, նոր պատերազմական գործողությունների մեջ, եւ դա այդ բարեկամ պետության պատճառով է։ Եվ Ռուսաստանը ներքաշվում է նոր պատերազմի մեջ, եւ կամ այս պատերազմն է նորանում, որի մեջ որ ինքը կա, բայց ես հասկանում եմ, որ նորից սկսվեց ամեն ինչ, եւ ես տեսնում եմ, որ սկզբում դառնում են 3 կռվող պետություններ, 3 պետություն եմ տեսնում, ում հետ որ ինքը կռվում է, դառնում են 3-ը։ Հետո 3 պետությունից հետո ես տեսնում եմ զինվորների, ովքեր որպես պետություն են ինձ ներկայանում։ Այդ պատերազմում ես ուղղակի տեսնում եմ 7 զինվոր։ Նրանք ամենակարևորներն էին այդ պատերազմում, երիտասարդ տղաներ էին, եւ նրանցից առաջինը իմ որդին էր։ Ես չեմ հասկացել մինչեւ հիմա ինչու էր իմ որդու կերպարով այդ մի երկիրը, Աստծուն խնդրում եմ, եթե նա ցույց տա ինձ Սուրբ Հոգին ինձ ցույց տա բացատրի, ես ձեզ կպատմեմ, եթե ոչ, ուրեմն այսպես պետք է պատմեմ, որովհետև Աստված կամեցել է։ Ու ես տեսնում եմ առաջինին իմ որդու տեսքով, եւ ես տեսնում եմ, որ 7 տղա են, այդ 7 տղաները եղբայրներ են, եւ այդ 7 եղբայրները բոլորը պետություններ են։ Ինչ է ստացվում։ Ռուսաստանը մտնում է նոր պատերազմի մեջ, պատերազմում ես տեսնում եմ 7 զինվորների, նրանք են ամենակարևորները այդ պատերազմում, հետո ես ստանում եմ իմացություն, որ այդ 7 զինվորներից յուրաքանչյուրը մի երկիր է։ Հիմա կգա ժամանակը, դե մենք երևի կհասկանանք ինչու է ես այս երազը պատմում այսօր, որովհետև շատ պարզ երազ չի, չէ, որ բացատրելու շատ բան չունեմ էլ, բայց քանի որ Աստված կամենում է, ես պիտի պատմեմ այսքանը։ Եթե ինչ-որ բաներ Տերը բացի իմ առաջ, ես իհարկե կկիսվեմ նորից։